1896 թվական շոկ ամառ օգոստոսի 26 Կոստանդնուպոլսի Գալաթայի թաղամասի փողոցներից մեկով քայլում են մի խումբ երիտասարդներ։ Նրանք վեցն են, քայլում են լուռ եւ հավաք։ Նրանց հայքին թուրքական զգեստներ են եւ նրանք փողոցի այլ բնակիչներից ոչնչով չեն տարբերվում։ Գնում են դեպի 5 հարգանի մեծ գեղեցիկ շենք, մոտենում են այդ շենքին եւ հանկարծ հանում են ատրճանակները եւ սկսում փոխհրաձգություն շենքի պահակների հետ։ Շուտով փողոցի մյուս ծայրից նրանց միանում է եւս 20 հոգի։ Նրանք մտնում են շենք, արգելափակում են դուռը։ Փոխհրաձգության արդյունքում երկու կողմերն էլ ունեն վիրավորներ։ Հարձակվող խմբի մի մասը մնում է առաջին հարկում, իսկ երկրորդը բարձրանում վերև։ Խումբը գլխավորող մարդկանցից մեկը դիմում է շենքի ներսում գտնվող մարդկանց եւ ասում, որ իրենք չեն եկել նրանց գումարի հետևից եւ որ փող իրենց հարկավոր չէ։ Իրար մեջ խմբի անդամները խոսում են հայերեն, իսկ հենց նոր նրանք մտան Օսմանյան կայսրության կենտրոնական բանկ։ Ինչու երիտասարդները գնացին այդ քայլին։ Այստեղ մեզ պետք է պատմական կոնտեքստ։ 19-րդ դարի վերջում քրդական զինված ջոկատները հայերից տարին մեկ անգամ Թուրքիա են հավաքում, իսկ Կոստանդնուպոլիսը, որպեսզի կոմպենսացներ այդ գումարը, հայերին ազատում էր հարկերից։ Սակայն 1894 թվականին խաղի կանոնները փոխվեցին եւ Կոստանդնուպոլիսը եւս հայերից պահանջեց ամենամյա հարկը։ Հայերը ըմբոստացան, հրաժարվեցին վճարելուց եւ ինքնակազմակերպվեցին։ Քրդերը բողոքեցին Կոստանդնուպոլիս, Կոստանդնուպոլիսն էլ իր հերթին ուղարկեց զինված բանակ հայերին պատժելու համար եւ 1894 թվականին սկսվեցին ջարդեր։ Իհարկե, հստակ թվեր չկան, բայց խոսքը գնում է առնվազն տասնյակ հազարավոր զոհերի մասին։ Այդ ժամանակ արդեն ջարդերի մասին տեղեկությունը թաքցնելը անհնար էր։ Եվրոպական տերությունները ամեն ինչ շատ լավ գիտեին, բայց չէին խառնվում, քանի որ հայկական հարցի ցանկացած լուծում Օսմանյան կայսրության ներսում այդ ժամանակ կնշանակեր Ռուսաստանի դիրքերի ամրապնդում ռեգիոնում։ Դա ոչ մեկին ձեռք չէր տալիս։ Իսկ ռուսներն էլ իրենց հերթին բավական անտարբեր էին ջարդի մասին լուրերին, առավել ևս որ այդ ժամանակ նրանց մոտ կայսր էր փոխվում, գահ էր բարձանում իրենց վերջի կայսրի դեպ Նիկոլայ II-ը եւ բացի մտահոգություն հայտնելուց ոչ ոք ոչինչ չարեց։ Իսկ հիմա խոսենք մեր մասին։ 19-րդ դարի ավարտին մենք արդեն ունեինք ձևավորված կուսակցություններ։ Հիմնականը երկուսն էին, քանի որ ազգային շարժման ներսում մենք իհարկե արդեն իսկ հասցրել էինք կռվել եւ գժտվել եւ բաժանվել երկու խմբի։ Մի կողմից կային հնչակները, մյուս կողմից դաշնակցությունը։ Հնչակները ռադիկալ սոցիալիստ էին։ Բացի անկախ Հայաստանի ստեղծումից նրանք ծրագրավորում էին նաեւ պայքարը կապիտալիստների դեմ, այդ թվում նաեւ հայ կապիտալիստների։ Դաշնակները ավելի շատ նացիոնալ պոպուլիստ էին եւ իրենց հիմնական նպատակը այսպես էին ձևակերպել. թուրքական Հայաստանի քաղաքական եւ տնտեսական անկախության հասնելը։ Ձևակերպումը իհարկե հարցեր է առաջացնում, բայց ինչևէ։ Դաշնակները կարծես թե սկզբում այնքան ռադիկալ չէին, որքան հնչակները եւ օրինակ անկախության մասին չէին խոսում, բայց հայկական ջարդերը, իսկ ավելի շատ ամբողջ աշխարհի անտարբերությունը բերում է նրան, որ նրանք դառնում են բավական ռադիկալ։ Եվ դաշնակցության երիտասարդ անդամները որոշում են գործել թիրախ ընտրելով Օսմանյան կայսրության կենտրոնական բանկը։ Բանկի գրավման օպերացիա նախագծեցին 3 հոգի. Արմեն Գարոն, 22 տարեկան, Հայկ Թիրակյանը, ում Հրաչ էին ասում, նա 25 տարեկան էր, եւ Բաբկեն Սյունին, 23 տարեկան։ Արմենը եւ Հրաչը Ֆրանսիայում էին սովորում, երբ նրանց հասավ հայերի ջարդերի մասին լուրը։ Նրանք վերադարձան Թուրքիա, որտեղ եւ ծանոթացան Բաբկեն Սյունու հետ։ Սկզբում նրանք մասնակցում էին ցույցերի Կոստանդնուպոլսում, սակայն ցույցերը ոչ մի արդյունք չտվեցին, իսկ ցույցերից մեկը 1895 թվականին ավարտվեց ողբերգությամբ, երբ թուրք ոստիկանները կրակ բացեցին ցուցարարների վրա։ Դրանից հետո Սյունու մոտ ծագում է բանկի գրավման գաղափարը։ Ընդհանուր առմամբ մոտ 15 հոգի էր ներգրաված նախապատրաստական աշխատանքներում, 20-ից 25 տարեկան երիտասարդներ։ Իդեպ 3-ը աղջիկ էին։ Դաշնակները վարձել էին մի քանի բնակարան, քաղաքի տարբեր մասերում, զենք էին գնում եւ պահեստավորում այդ զենքը։
Իսկ ռումբերի պատրաստման համար ունեին առանձին թաքուն լաբորատորիա։ Եվ երբ ռումբերը տեղափոխում էին մի տեղից մյուսը, ռումբերի առաքիչը իր հետ միշտ ուներ ատրճանակ, որպեսզի ինքնասպան լիներ, եթե բռնվեր։ Բայց մինչ բուն հարձակմանը անցնելը, եկեք հասկանանք, ինչու թիրախավորվեց հենց Օսմանյան կայսրության կենտրոնական բանկը, որը գումար էր տպում եւ կառավարում էր Օսմանյան կայսրության արտաքին պարտքը։ Տեսեք, բոլոր հասարակություններում պարբերաբար ինչ որ դավադրական շշուկներ են պտտվում նրա մասին, որ այս կամ այն կառույցը իրականում մերը չէ, կառավարվում է ինչ որ ուրիշ կազմակերպության կամ արտ երկրից եւ այլն։ Խնդիրը այն է, որ Օսմանյան կայսրության կենտրոնական բանկի պարագայում դա փաստ էր։ Օսմանյան կայսրության կենտրոնական բանկը այդ պահին բաժնետիրական բանկ էր, որը պատկանում էր ներդրողներին, իսկ ներդրողները ֆրանսիացիք եւ բրիտանացիք էին։ Այո, Օսմանյան կայսրության կենտրոնական բանկը պատկանում էր եվրոպացիներին։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Եթե փորձենք ամփոփ ներկայացնենք այդ երկար պատմությունը, ապա տեղի ունեցավ հետևյալը. 18-րդ դարի կեսերին թուրքերը մեծ պարտքեր էին հավաքել եվրոպական տարբեր տերություններից։ Դրանից 20 տարի անց նրանք պարտվեցին ռուս-թուրքական պատերազմում եւ ֆինանսական վիճակը վերջնականապես վատթարացավ, լիրան էլ արժեզրկվեց։ Եվ որպեսզի եվրոպական տերությունները համոզված լինեն, որ թուրքերը պարտքը հետ կտան, նրանք պարզապես իրենց ձեռքն առան այդ երկրի ֆինանսական համակարգը։ Իսկ երկիրը իրականում այնքան տկար էր եւ այնքան անկարող եւ փտած ինստիտուտներ ուներ, որ բացարձակապես ոչինչ չկարողացավ անել եւ այո, իր ֆինանսական համակարգը իսկապես տվեց ֆրանսիացիներին եւ անգլիացիներին։ Իդեպ Ստեղ պետք է նշեմ, որ 18-րդ դարի երկրորդ կեսում եվրոպացիք, երբ խոսում էին Օսմանյան կայսրության մասին, անվանում էին այն Եվրոպայի տկար մարդը։ Բանկը իդեպ հիմնել էին հենց անգլիացիք եւ սկզբում այն Անգլիայում էր գրանցված, հետո տեղափոխվեց Կոստանդնուպոլիս։ Այնուհետև բանկը մեծացան նաեւ բանկի լիազորությունները։ Եվ ստացվում է, որ դաշնակները գրոհում էին ոչ թե սովորական մի բանկ, այլ միջազգային հաստատություն, եւ հետեւաբար արևմտյան պետությունները չէին կարող չնկատել այդ գրոհը։ Իսկ եթե նկատեն գրոհը, ապա արդեն չէին կարող չնկատել նաեւ հայկական ջարդերը։ Վերադառնանք դեպքի վայր։ Փողոցում խառնաշփոթ էր։ Բանկի մոտ արդեն եկել էին թուրք ոստիկաններ, ինչպես նաեւ մահմեդական դպրոցի սաներ, որոնք պատրաստվում էին հետ գրավել բանկը, բայց սպաները առաջին անգամ հաջողությամբ նրանց հետ պահեցին այդ գաղափարից։ Հայերը ներսից բարիկադացրել էին դուռը մետաղադրամներով լի պարկերով։ Արմեն Գարոն պատմում է, որ մինչ տնօրենի մոտ գնալը նա ստիպված էր խմբից մի քանի երիտասարդի ապտակներով ուշքի բերել, որովհետև տղաներից շատերը առաջին անգամ էին ձեռքը ատրճանակ վերցնում եւ իրականում միգուցե այդքան էլ պատրաստ չէին այդ գործողությանը։ Մեկ ուրիշ հետաքրքիր փաստը այն է, որ Արմեն Գարոն նաեւ դիմում է բանկի ներսում այդ պահին պատանդի իրավիճակում հայտնված մարդկանց, անմեղ մարդկանց եւ ասում է, որ մենք չենք վերցնում ձեր գումարը եւ մենք բացարձակ չենք ուզում որևէ մեկին վնաս պատճառել, պարզապես մենք գործում ենք անելանությունից ելնելով, ուրիշ ելք չգտնելով եւ գործում ենք, որպեսզի դադարեն մեր ժողովրդի զոհերը։ Եվ այդ պահին պատաններից մեկը արձագանքում է եւ ասում է, որ սեր, ես ձեզ շատ լավ հասկանում եմ, ես իռլանդացի եմ եւ պատրաստ եմ ձեզ օգնել։ Ինչևէ, Գարոն եւ Հրաչը գնում են տնօրենի մոտ, պարզում են, որ տնօրենը արդեն իսկ հասցրել է պատուհանից տանիքների վրայով փախչել եւ փոխանցում են իրենց պահանջները բանկի փոխտնօրենին, ով իդեպ անգլիացի էր։ Պահանջները հետեւյալն են։ Առաջինը հայերի ջարդերը պետք է դադարեն։ Երկրորդը Հայաստանի գլխավոր հանձնակատար պետք է ընտրվի եվրոպացի, որին պետք է ընտրեն եվրոպական 6 տերությունները։ Եվ երրորդը եվրոպացի սպաների հրամանատարության ներքո տեղական ազգությունների ներկայացուցիչներից պետք է կազմավորվի ոստիկանություն։ Իսկ հիմա կրկին վերադառնանք
Փողոց։ Բանկի շենքի մոտ հավաքած բաշուբոզոկները եւ մահմեդական դպրոցի աշակերտները, որոնք արդեն զինված էին, չնայած նրան, որ թուրք սպաները իրենց փորձում էին հետ պահել այդ քայլից, միևնույն է, որոշում են սկսել գրոհել բանկի շենքը։ Նրանք սկսում են գրոհը, դաշնակները վերևից նետում են ռումբեր եւ ստիպում նրանց հետ քաշվել։ Բայց Գալաթայի թաղամասում, ինչպես նաեւ Կոստանդնուպոլսի այլ թաղերում, թուրքերը սկսում են հարձակվել հայերի խանութների վրա եւ սկսվում է ջարդ։ Ասում են, որ բանկի ներսում շատ լավ լսվում էին սպանվող եւ հետապնդվող հայերի ձայները։ Այդ ամենին զուգահեռ տեղի են ունենում թուրք սուլթանի եւ եվրոպական տերությունների դեսպանների բանակցությունները։ Սուլթանը պատրաստվում էր պարզապես թնդանոթներից գնդակոծել բանկի շենքը եւ սպանել ներսում գտնվող բոլոր մարդկանց։ Եվրոպական տերությունների ներկայացուցիչները եւ բանկի փոխտնօրենը, ում դաշնակները բաց էին թողել սուլթանին փոխանցելու իրենց պահանջները, Սուլթանին սպառնացին, որ եթե նա գնա այդ քայլին, ապա Բոսֆորի ջրերում գտնվող եվրոպական ռազմանավերը կգնդակոծեն սուլթանի նստավայրը։ Սուլթանը իհարկե հետ կանգնեց իր սկզբնական որոշումից, բայց միևնույն է, չէր համաձայնվում եւ ոչ մի պահանջի։ Միակ բանը, որին նա համաձայն էր, այն էր, որ թուրքերը կթողնեն, որ դաշնակները դուրս գան բանկից եւ նրանց չեն ձերբակալի, եթե նրանք հենց այդ պահին որևէ եվրոպական տերության նավով լքեն Կոստանդնուպոլիսը եւ Օսմանյան կայսրությունը։ Ռուսական դեսպանության քարտուղար Մաքսիմովը եւ բանկի փոխտնօրենը գնում են ետ բանկ եւ փոխանցում դաշնակներին սուլթանի պահանջը։ Կարճ խորհրդակցությունից հետո Արմենկարոն հայտնում է, որ նրանք չեն պատրաստվում լքել բանկը, քանի որ իրենց պահանջներից եւ ոչ մեկը փաստացի սուլթանը չի կատարելու։ Այստեղ ավելի ակտիվ գործին խառնվում է Մաքսիմովը եւ ասում, որ նրանք պետք է շատ լավ մտածեն։ Եթե ռումբերով բանկը հոդս ցնդեցնեն եւ իրենց պատճառով մահանան Բրիտանիայի եւ Ֆրանսիայի քաղաքացիները, վիճակը ել ավելի կվատթարանա։ Բացի դրանից, եթե նրանք այս գիշերն էլ անցկացնեն բանկում, ապա ամենայն հավանականությամբ հայերի ջարդերը մասսայական կդառնան եւ այդ պատասխանատվությունը իրենց վրա է լինելու։ Իսկ դաշնակների այն պահանջը, որ սուլթանը իրենց որևէ գրություն կամ թուղթ տա, ըստ որի հայկական հարցը որևէ լուծում կստանա, եւս մեծ հաշվով անիմաստ է, քանի որ ոչ մի գրություն, որը մարդը ստանում է ուժ կիրառելով, իրավական ուժ չունի։ Դուք շատ լավ եք սկսել, ասում է Մաքսիմովը, մտածեք, որ նաև հնարավորինս լավ ավարտեք այս գործը։ Եվ եւս մեկ անգամ պնդում է, որ նրանք պետք է լքեն շենքը եւ Կոստանդնուպոլիսը։ Բանակցությունները կարող են շարունակել արդեն նավի վրա, ասում է նա։ Գարոն միևնույն է, չէր ուզում լքել բանկը, բայց դաշնակները ձայների մեծամասնությամբ որոշեցին, որ դուրս կգան։ Եվ գիշերվա ժամը 3:30 ոստիկաններով շրջապատված նրանք դուրս եկան բանկից, անցան ամբողջ քաղաքի միջով եւ լքեցին Կոստանդնուպոլիսը, նստելով բանկի տնօրենի սեփական նավը, որը ուղևորվեց Ֆրանսիա։ Այդքանով օպերացիան ավարտվեց։ Ինչ եղավ հետո։ Եվրոպական տերությունների դեսպանները սուլթանին հանձնեցին համատեղ նոտա, որտեղ որպես հաստատված փաստ նշվում էր, որ կառավարությունը որևէ կերպ չի խոչընդոտում հայերի զանգվածային կոտորածներին, որ մարդասպանների ավազակախմբերը կրում են կազմակերպված խմբավորումների բոլոր հատկանիշները եւ որ դրանք հաճախ ղեկավարվում են թուրք սպաների կողմից։ Անցավ եւս 3 շաբաթը եւ սուլթանը անձամբ թույլատրեց հայերի նոր կոտորած Խարբերդի Ակն քաղաքում։ Այնտեղ կոտորվեց շուրջ 2000 մարդ եւ հենց այնտեղից էր Բաբկեն Սյուդին օպերացիայի հեղինակներից մեկը։ Սակայն չենք կարող ասել, որ ոչինչ չփոխվեց։ Միջազգային հանրության մեջ հայերի կողքին էին մարդիկ, որոնք այս կամ այն գործով առնչվում էին օսմանյան թուրքերի հետ։ Օսմանյան Թուրքիայի հետ։ Օրինակ, տարբեր միսիոներները կամ բիզնեսմենները։ Նրանք պահանջում էին իրենց կառավարություններից կանգնել քրիստոնյա հայերի կողքին։ Հետաքրքիրը այն է, որ ոչ մի պետություն, այդ թվում նաև Ռուսաստանը, իհարկե, չխառնվեցին, բայց սովորական քաղաքացիների դժգոհությունը Թուրքիայից այդ միջազգային հանրության
դժգոհությունը, բերեց նրան, որ 1896 թվականի ավարտին ջարդերը դադարեցին։ Ինչ եղավ բանկի օպերացիայի հիմնական հեղինակների հետ։ Հիշում եք, ամենասկզբում ես ասացի, որ երբ տղաները մոտեցան շենքին եւ սկսվեց փոխհրաձգություն շենքի պահակների հետ, երկու կողմերն էլ ունեցան զոհեր։ Զոհերից մեկը Բաբկեն Սյունին էր։ Նա մնաց փողոցում, սպասելով մինչև որ բոլորը մտնեն բանկ։ Այդ ընթացքում էլ նա վիրավորվեց։ Արդեն բանկի ներսում վիրավոր լինելով, նա հիշելով, որ իր մոտ կան ռումբեր, այդ ռումբերը ձեռքը առավ, ծնկաչոք էր, ռումբերը բարձրացրեց վերև եւ փորձեց անել ամեն ինչ, որ ռումբերը պայթեն միայն այն ժամանակ, երբ իր կողքը արդեն տղաներից ոչ ոք չլինի, այդպես էլ եղավ եւ այդ ռումբերի պայթյունից փաստացի զոհվեց միայն նա։ Հրաչ Թիրակյանը հետագայում վերադարձավ Օսմանյան կայսրություն եւ 44 տարեկան հասակում դարձավ Եղեռնի զոհ։ Իսկ Արմեն Գարոն Եղեռնից հետո դարձավ Նեմեզիսի գլխավոր կազմակերպիչներից մեկը, գործողության, որը գտավ եւ պատժեց հայոց ցեղասպանության պատասխանատուներին։ Այսօր այսքանը։